Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետականների կարծիքով Հայաստանին առաջընթաց է խոստանում ժողովրդավարացման առումով։ Ընդդիմադիրներն այն համարում են ընդամենը ծաղր։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեծ զրույցում կարևորեց Հայաստանի կիսանախագահականից խորհրդարանական հանրապետության անցումը, ազգային ժողովի դերի մեծացումը երաշխավորող երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող դրույթները, խորհրդարանի ձևավորման 100% համամասնական ընտրակարգը, նշելով, որ դա էր երկար ժամանակ ոչ իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջը։ Բնականաբար սա ոչ թե մեկ քայլ է, բավականին առաջընթաց է ժողովրդավարության տեսանկյունից, որտեղ լայն հնարավորություններ է տրվում եւ ընդդիմությանը։ Ինչ վերաբերում է բուռն քննարկումների տեղիք տված ընտրիչների ժողովին, падգամավորներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմվելիք այս մարմինը ըստ նախագծի պետք է ընտրի երկրի նախագահին, Բաղդասարյանն այստեղ ավելի թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների երաշխիքներ է տեսնում։ Դրա համար հարկավոր է շատ ակտիվ մասնակցեն տեղական ինքնակառավարման ընտրություններին, որը շատ ցավոք սրտի ես դայում կա մեծ պասիվություն, ընդդիմադիրները չեն դնում որևէ տեխնացիաներ, գիտեն, որ իրենց ուժերը չի ներում, իրենց բավական ուժեր չունեն։ Ինքն ասում են, որ կոնկրետ համայնքներում ավելի լայնորեն է գործածվում դրական։ Չէ, ես խնդրում եմ, դուք գիտեք, ցանկացած պարագայում, երբ որ մարդիկ իրենց ներուժը չի բավարարում, եւ բնականաբար պետք է պատրվակներ փնտրեն, քննադատեն ընտրակեղծիքներ եւ մյուսներ։ Ընդդիմադիր հայ հեղափոխական դաշնակցությունը, որը ըստ էության կողմ էր սահմանադրական բարեփոխումներին, ինչն էլ տարեվերջին դարձավ ոչ իշխանական քարեակից անջատվելու պատճառը, առայժմ որևէ դիրքորոշում չի հայտնում նախագծի վերաբերյալ։ Ոչ իշխանական Բարգավաճ Հայաստանը, որը 100% համամասնական ընտրակարգ պահանջող ուժերից էր, այսօր բազմաթիվ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ։ Բնականաբար մենք այս պահին վերջնական դիրքորոշում հայտնել չենք կարող, որովհետև սա լրջագույն ուրեմն քննարկման արժանի փաթեթ է, բայց զուտ առաջի տպավորությամբ այս առաջարկված փաթեթը իր մեջ իմ տպավորությամբ զուտ առաջին տպավորությամբ բազմաթիվ ռիսկեր պարունակում է, մասնավորապես ես օրինակ որքան փորձեցի մտաբերել որևէ այլ երկիր, որի սահմանադրությամբ ամրագրված լինի ընտրությունների երկրորդ փուլ, անկեղծ ասած, ես ամենայն դեպս մեր փորձագետները դեռ չեն գտել եւ փնտրտուքը շարունակվում է, որ երկրի մոդելում փորձեցինք գտնել, այսպես ասենք, падգամավորական այսպես թվի սողացող կուրս, ինչը ամրագրված է այս սահմանադրությամբ, այսինքն 101-ից ոչ պակաս, բայց կարող է կուրսը փոփոխվել, այսպես ասենք, ճակերտավոր, թիվը փոփոխվել, ինչպես դոլարի լողացող կուրս լսել էինք, падգամավորների սողացող թիվ չէինք լսել, եւ ամենագլխավոր մտահոգությունը, որ մեկ ուժի դոմինանտության մասին Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարում է, որ իրենց կանխատեսումներն իրականացան, նախագիծը խայտառակություն է։ Փաստաթուղթը լիովին հաստատում է այն բանը, ինչի մասին մենք զգուշացել ենք, որ Սերժ Սարգսյանը այս սահմանադրական ռեֆորմը անցկացնում է մեկ նպատակով, սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով եւ շրջանցելու համար երրորդ նախագահական իր պաշտոնավարման սահմանադրական արգելքը։ Սերժ Սարգսյանը իրեն տեսնում է խորհրդարանական հանրապետության անցումից հետո իրեն տեսնում է ազգային ժողովի նախագահի դերում եւ այդ պաշտոնը գումարած հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնի հետ իրեն թույլ է տալու իշխանության հիմնական լծակները պահել իր ձեռքում եւ շարունակել իր անձնական իշխանության ռեժիմը։ Զուրաբյանը վկայակոչեց դրույթներ, որոնք ըստ նրա կոչված են խորհրդարանում երաշխավորել հանրապետական կուսակցության ապահովագրված մեծամասնությունը ցանկացած պարագայում։ Սա իրականում խայտառակություն է, սա փաստաթուղթ չի, սա հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի իշխանական ամբիցիաների մասին մանիֆեստ է, որը առաջարկվել է մեր հանրությանը, մեր հասարակությանը։ Բնականաբար մենք ամեն ինչ անելու ենք, որ սահմանադրական այս հանրակրվեն վերածվի Սերժ Սարգսյանին եւ նրա ռեժիմին անվստահություն հայտնելու հանրակրվեի։